Բարի կեսօր բոլոր մեզ նոր միացած հեռուստադիտողներին, հունիսի 1-յան տոնական մեր եթերը շարունակվում է, այս պահին արդեն մեր տաղավարում է հաջորդ փոքրիկը, զրուցելու ենք 9-ամյա երգչուհի Մանե Հարությունյանի հետ, որը ներկայանում է 1 հունիսի տեսահոլովակի պրեմիերայով։ Երգի, ինչպես նաև փոքրիկ երգչու ստեղծագործական կյանքի մասին կզրուցենք հենց նրա հետ։ Բարի կեսօր Մանե, ուրախ եմ, որ մեր տաղավարում ես։ Բարև ձեզ։ Ինչպես է քո տոնական օրը սկսվել։ Շատ լավ, հիանալի։ Սովորաբար հունիսի 1-ը ինչպես եք նշում։ Անցած տարի իմ հայրիկը հրավիրել էր բոլոր երեխաներին մեր տուն եւ մենք խաղում ենք եւ լավ ժամանակ ենք անցկացնում։ Հրաշալի, լավ է, որ այդպես հիշողությունները մնում են ջերմ, շնորհավորում եմ իդեպ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ եւ ինձ հետաքրքիր է դու այսօր ունես տեսահոլովակի պրեմիերա, այսինքն ամբողջությամբ օրը ընկալել ես, գիտակցել ես ինչի մասին է։ Հիմա արի մեր հեռուստադիտողներին փորձենք ներկայացնել, թե ինչի մասին է առասարակ հունիսի 1-ը եւ ինչ խորհուրդ ունի երեխաների համար։ Հունիսի 1-ը նախ ամառվա առաջին օրն է եւ երեխաների տոնը։ Շատ լավ, իսկ այդ տոնը ինչի համար են նշում, դու գիտես, որ իրավունքներն են երեխաների պաշտպանվում։ Երեխաների պաշտպանության օրն է։ Այո, իրավունքների պաշտպանության օրը։ Պատկերացում ունես, թե ինչ է իրավունքը։ Այո։ Դե ինչ իրավունքներ ունես դու։ Իրավունք ունեմ խաղալու, երգելու, պարելու, ինչ-որ նոր բան սովորելու եւ այլ բաներ։ Եվ այդ ամենը անում ես։ Արդեն քո տեսահոլովակի պրեմիերան այդ մասին խոսում է, բայց մինչև կանդրադառնանք տեսահոլովակին, մի փոքր ուզում եմ խոսենք քո երաժշտական ճանապարհի մասին, ինչպես ստացվեց, որ որոշեցիր, որ քոնը հենց այդ ուղին է եւ որքան ժամանակ է, որ արդեն երգի երաժշտության ոլորտում ես։ Իրականում ես փոքրուց երգել եմ, տեսել եմ, որ իմ ընտանիքը երաժշտների ընտանիք է, բոլորը երգում են եւ ես տեսել եմ ոնց են երգում եւ ես եմ սկսել երգել։ Հրաշալի, իսկ որտեղ ես այս պահին սովորում։ Սովորում եմ Արինջի միջնակարգ դպրոցում, նաեւ գնում եմ տարբեր խմբակների, դերասանական խմբակ, դաշնամուրի եւ սոլֆեջոյի։ Մի փոքր կպատմես ինձ այդ խմբակներից, օրինակ դերասանական խմբակ հաճախելիս, այնտեղ ինչ եք անում, որքան հաճախ ես լինում խմբակում։ Շաբաթը 2 անգամ են գնում, այնտեղ շատ լավ է անցնում, բոլոր երեխաները ուրախ են եւ հավեսով գալիս են։ Իսկ դու ես որոշել, որ նաեւ դերասանական ուղղությամբ պետք է շարունակես, թե ծնողներն են հուշել։ Ես որոշել եմ, ասել եմ մայրիկիս, նա ասել է այո, եւ գնացել եմ։ Ընտանիքում միակ երեխան ես։ Ոչ, ունեմ քույրիկ եւ աղբեր։ Ավագն ես, փոքրը։ Փոքր ամենը։ Ինչ զգացողություն է ընտանիքում փոքր լինելը։ Հավանաբար մշտապես քեզ օգնում են, հա, քո ավագ քույրիկները։ Այո, ես եմ օգնում։ Ունեմ առանձին սենյակ եւ շատ լավ է։ Շատ լավ, արդեն իսկ թվեցիր, որ երաժշտական խմբակ ես գնում, դերասանական, սոլֆեջոյի դասեր, նաև դաշնամուր ես, չէ՞ նվագում։ Ինչպես ես կարողանում օրվա ընթացքում այդ ամենը հասցնել։ Ես չգիտեմ ինչպես եմ հասցնում, բայց հավեսով գնում եւ գալիս եմ։ Շատ լավ, իսկ դժվար է այդ ամենը նաև դպրոցի դասերի հետ հասցնել, առաջադիմության բարձր ցուցանիշը պահել։ Իրականում ոչ, բայց մեկ-մեկ չեմ հասցնում։ Չեք հասցնում։ Շատ լավ, իսկ ավելի շատ ծնողները ձեզ խրախուսում են, որ դերասանական ուղղությամբ, երաժշտական ուղղությամբ աշխատանքներ տանեք, թե ասում են, դե պետք է դպրոցի դասերը շատ լավ անես, այս պահին դու դպրոց ես գնում։ Երկուսն էլ ասում են։ Երկուսն էլ ասում են։ Շատ լավ, իսկ որտեղ ես քեզ պատկերացնում ապագայում, արդեն մեծ մանեն, ինչով ես զբաղվելու։ Իրականում շատ մասնագիտություններ ուզում եմ դառնալ, օրինակ ուսուցիչ, դերասանի դասատու, էլի երգչուհի, բլոգեր եւ իսկ այս պահին բլոգով զբաղվում ես։ Ոչ։ Հետագայում ուզում ես նաեւ բլոգինգով զբաղվել։
Հրաշալի, կարծում եմ, որ հետաքրքիր կլինի հետևորդներին, թեկուզ եւ հենց այս շրջանից հետևելը աղջկան, ով միաժամանակ հասցնում է եւ դպրոց հաճախել, առաջադեմության ցուցանիշը բարձր պահել եւ դերասանական ու երաժշտական խմբակների գնալ, այնպես որ կարող է սկսել։ Խոսենք նաև տեսահոլովակից, 1 հունիսի այս վերնագիրն ունի, դու ես որոշել, որ պետք է տեսահոլովակ երգ ունենաս, թե արդեն դասերի հետ համընթաց հասկացաք, որ պետք է ունենալ նաև անհատական երգ։ Ինձ այդ երգը նվիրել են եւ ինձ շատ դուր է եկել։ Շատ լավ երգ է, իրականում շուտվանից է ձայնագրվել, բայց մեկ է։ Շատ լավ, իսկ սա առաջին տեսահոլովակն է։ Ոչ, առաջին, սա երկրորդ տեսահոլովակն է եւ կան էլի 3 տեսահոլովակ, որը cover տարբերակում է։ Նաև cover ես փաստորեն երգում։ Ամենահարազատ ոճը քեզ ո՞րն է երաժշտության մեջ։ Ես մեկ-մեկ պապայիս մոտ որ գալիս են ուրիշ հաճախորդներ երգելու, ես էլ եմ այդ երգերի մեջ երգում մեկ-մեկ։ Շատ լավ, իսկ ավելի շատ ազգագրական երգեր ես սիրում, ռոք, հիփ-հոփ, կա այդպես նախընտրություն։ Իրականում հայկական երգեր եմ շատ սիրում եւ ռուսերեն էլ շատ երգում։ Լեզուներին լավ ես տիրապետում։ Արդեն որերորդ դասարան ես։ Փոխում եմ 5-րդ։ Եվ ինչպես տարին եզրափակեցիր կիսամյակային։ Շատ լավ։ Բարձր առաջադիմությամբ։ Այո։ Շատ լավ, տեսահոլովակը ինչ սցենար ունի, դու ես մտածել, թե ավելի շատ ուղղորդել են, դու այ մտածում ես կարելի է այսպես անել, այնպես անել։ Ես էլ եմ մտածում, բայց ինձ հուշում էին, ես անում եմ ինչ ասում եմ։ Շատ լավ, երգը ում ես նվիրում։ Երգը նվիրում եմ բոլոր երեխաներին, նաև ինձ։ Հրաշալի է։ Եվ կուզեմ, որ դու վերջում նաև խոսքդ ուղես երեխաներին, մեր հեռուստադիտողներին եւ իրենց մի մաղթանք անես հունիսի 1-ի կապակցությամբ։ Անպայման։ Խնդրեմ, ինչ մաղթանք ունես նրանց։ Ես մաղթում եմ, որ նրանք միշտ լինեն առողջ, իրենց բոլոր երազանքները թող կատարվեն եւ լսեն իրենց ծնողներին։ Շատ լավ, հրաշալի խորհուրդ է։ Ես էլ իմ հերթին քեզ ցանկանում եմ, որ ի վերջո սկսես զբաղվել բլոգինգով, որի մասին մտածում ես, ունենաս շատ տեսահոլովակներ, գունավոր, գեղեցիկ, ինչպես որ դու ես։ Եվ այն բոլոր մաղթանքները, որը հղեցիր, նույնիսկ քեզ եմ ցանկանում, կարևորը որ կարողանաս դպրոցում առաջադիմությունը պահել եւ քո սիրելի զբաղմունքներով զբաղվել։ Մերսի։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք 9-ամյա երգչուհի Մանե Հարությունյանի հետ եւ այսքանով ամփոփում ենք մեր տոնական եթերը ու ոչ միայն տոնական եթերը, նաեւ ամբողջ գարնանային եթերաշրջանը։ Արդեն կհանդիպենք աշնանային եթերաշրջանում, ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այս օրերի ընթացքում բարի առավոտ մաղթել Նուր հեռուստաընկերության ջերմ տաղավարից բարի առավոտի եւ դուք էլ կարողացաք մեզ հետ ձեր օրը ավելի դրական կերպով սկսել։ Բայց միշտ ապեք հեռուստաալիքը փոխել, քանի որ Մանե Հարությունյանի երգի պրեմիերան 1 հունիսին կլինի շուտով էկրաններին, իսկ ես չմոռանամ նաև մեր այս բովանդակ ու հետաքրքիր եթերների համար շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկերոջը Արփինետ ընկերությանը։ Լավ մնացեք, ձեզ հետ էր Արմինե Թովմասյանը։ Հաճախ շփտացեք։